Սահուն պտույտներով վայլսը վերջին զանգի միջոցառումների սիրուն ու անբաժան մասն է դարձել։ Թիվ 1-ի շրջանավարտները պարին հետաքրքիր ու ժամանակին բնորոշ լուծում էին տվել։ Երաժշտությունը գեներացրել էին արհեստական բանականության միջոցով, որտեղ բնական ու հեղինակած էին շրջանավարտների բառերը, մտքերն ու գաղափարները։ Բայց տեխնոլոգիաներն անզոր էին մարդկային զգացմունքների, հուզումների դեմ։ Մարդկային բանականությամբ ստեղծված կատարումը ավարտական միջոցառման միակ նորարար բաղադրիչը չէր։ Դպրոցին հրաժեշտ տվող 5 դասարաններն իրենց հույզերը, հիշողություններն ու ասելիքը ներկայացնելու տպավորիչ տարբերակը մեկտեղել էին ֆիլմ ուղերձներում։ Ֆիլմերից յուրաքանչյուրն առանձնանում էր բովանդակային մոտեցումներով, մի մասում գերակշռում էին հումորային ու ջերմ հիշողությունները, մյուսներում հուզիչ խոստովանություններն ու ապագայի երազանքները։ Բայց բոլոր ուղերձների առանցքում նույն գաղափարներն էին, մարդկային հիմնարար արժեքները, կյանքի կարևոր դասերն ու այն սկզբունքները, որոնք շրջանավարտները ուսանել էին դպրոցում, իրենց ուսուցիչներից։ Իսկ երբ գալիս է միմյանց ու դպրոցին հրաժեշտ տալու պահը, բոլոր զգացողությունները միախառնվում են։ Այն ամեն ինչ, ինչ այսօր մենք ֆիլմով ենք ներկայացրել, մենք այդ ապրել ենք, մեր իսկական կյանքի դրվագներից էր այս ամեն ինչը բերված ու հաստատ այդ մի կրեատիվ ու տարբերվող տարբերակ էր, որ ուղղակի խոսք ու շնորհակալական այն չեղավ, այլ եղավ ֆիլմի միջոցով։ Վերջում մեր երեխեքի նկարներն էին բոլորիս, ճշտած հենց այդ էր նշանակում, որ բոլորս էլ ուզում ենք փոքրանանք, ուզում ենք էլի առաջ դասարան։ Տխուր եմ, որ շատ քիչ ժամանակ ունեց անցկացնելու այս մարդկանց հետ, շատ կարճ ժամանակում ինձ համար հարազատ դարձան ու կուզենայի էլի ժամանակը հետ տալ իրենց հետ ապրել նույն պահերը։ Հուսամ, որ մի քանի տարի անց կհավաքվենք նույն ձևով, նույն տեղում ու էլի կունենանք նույն էմոցիաները, ինչ դպրոցական տարիներին։ Նրանք ավելի ազատ են, ավելի բաց են, ավելի ճկուն են, ավելի հեռահար ու հավակնոտ նպատակներ ունեն, ինչը շատ ողջունելի է։ Գիտեք, ցանկացած ժամանակում ինչքան էլ փոխվում է գիտելիքը, ինչքան էլ բանականություն ու արհեստական բանականություն հակամարտության մեջ են, բոլոր դեպքերում մեր դպրոցի ու կարծում եմ բոլոր դպրոցների ամենակարևոր սկզբունքը, հիմնաքարը լավ մարդ ու արժանի քաղաքացի դաստիարակելն է։ Այստեղ հնչող մյուս կարևոր խոստումը մեկն է՝ չմոռանալ միմյանց, պահպանել ընկերությունը, հիշել դպրոցն ու տարիներ անց վերադառնալ։ Գալիս է ավելի պատասխանատու, գուցե նաև ավելի բարդ ու գիտակից կյանքը։ Իսկ թե ինչքանով են պատրաստ դրան որպես անհատներ, ժամանակն է ցույց տալու։ Առջևում նոր ճանապարհներ են, շարունակել ուսումը, ձեռք բերելու մասնագիտություն։ Դպրոցից հետո քայլելու եմ դեպի Երևանի պետական համալսարան, տնտեսագիտական բաժին, դառնալու եմ տնտեսագետ ու այն ամենակարևոր հիմքը, որ դպրոցն է դրել, հաստատ չեմ մոռանա։ Միշտ ուզեցել եմ դառնամ ծրագրավորող ու մաթեմատիկայի ուսուցիչ։ Հիմա շատ լավ տիրապետում եմ այդ մասնագիտությանը, իսկ ուսուցիչներից շատ եմ սիրում հայոց լեզվի մասնագետին, ավելի, չգիտեմ, իմ ոլորտից դուրս շատ գրագետ լինելու համար։ Շատ փոփոխություններ է եղել մեջս, բայց հիմնականում ես եմ որոշել իմ մասնագիտությունս, բայց բնականաբար ուսուցիչների ներդրումը շատ մեծ է։ Վազգեն Սարգսյան, զինվորական։ Ուսուցիչները վստահ են, որ կհաջողեն։ Այս սերունդը համարձակ է իր գաղափարներում, տարբերվող մտածողությամբ եւ կարողանում է ժամանակակից հնարավորությունները ծառայեցնել նպատակին։ Հասկանում եմ, որ ժամանակը կանգ չի կարող առնել, իրենք հավերժ մեզ հետ չեն կարող մնալ, բայց վստահ այս անգամ ավելի վստահ եմ, որ կյանք ենք ճանապարհում իրոք արժանի մարդկանց։ Գիտեմ, որ երբեք չեն կամաչի, գլուխներս չեն կախի իրենց համար եւ միշտ հպարտ կլինենք, քանի որ գիտենք ում ենք ճանապարհում։ Իրենց միտքը թռիչք է, գիտելիքը շատ, ամուր, իրենք ամուր կանգնած են իրենց հայրենի հողի վրա։ Այո, փոխվում են ժամանակները, փոխվում է շրջանավարտը, բայց մնում է նույնը, ամենակարևորը՝ գիտելիք։ Ծաղիկներ են նվիրում, գրկում միմյանց ու հրաժեշտի խոսքեր ասում։ Լսում ուսուցիչների մաղթանքներն ու խրատող խոսքերը։ Մի քանի օր էլ դեռ միասին են լինելու, գալու են դպրոց, առջևում ավարտական քննություններն են, իսկ նոր ուսումնական տարվա սեպտեմբերը ուրիշ է լինելու, ուրիշ կրթական միջավայրում։
Հասմիկ Թումասյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։